սենց թափումա տակ են, ինչ անենք, գիշերը չքնենք եթանք շուկա, նորից հետ բերենք, ինչ անենք։ Բերքը հասել է, գնորդ չկա։ Գինևետի այգիներում դեղձը ծառերի տակ է թափվում, աչքը գնորդի ճանապարհին։ Այգեգործների ամիսների աշխատանքը հիմա վերածվել է անհաղթահարելի մարտահրավերի։ Ինչ անել հավաքած բերքը։ Այս տարի ահավոր է, սենց խնդրի առաջ չենք այն մենք ընդհանրապես։ Ինչն է պատճառը, որ հենց այս տարի այդ խնդիրը։ Պատճառը հետը էլ դուրս չի գնում, լճացում է լինում։ Այս տարի ոչ ֆուր կա, ոչ բան կա, մնացել է ծառերի վրա, լցվել է տակը, այս ինչ պլանենք։ Տարվա մեջ այս ծառը բռնում է մի 40-ից 50 կիլո պատալոգ։ Մի տարի դու իրան մշակում ես, ինչա որ մի 40-50 կիլո բերք է տարվա մեջ։ Բայց արիուտես չեն կարող յուրացնենք։ Շուկա հասած չհասած արգղերով դեղձը ինչպես գնացել, այնպես էլ հետ է գալիս։ Միայն մեր նկարահանման ընթացքում 10-ից ավելի դեղձով բեռնված մեքենա վերադարձավ այնտեղ, որտեղից գնացել էր։ Այս շուկայից նոր է գալի։ Ինչ եք անում առհասարակ այդ հետ բերվածը։ Հետ բերվածը ինչ պետք է անենք, եթե չի վաճառվում, պետք է լցենք, հավերին բաց թողենք, ուտեն։ Всё, это։ Ներդրումն արել են, աշխատանքը ավարտել, արդյունք չկա։ Ինչ անել տոնաներով հավաքված ու չիրացված դեղձի հետ։ Շուկա եմ գնացել, բերքս թողել եմ ընդ, հո չեմ վերցի բերեմ։ Բերեմ ստե ինչ անեմ։ Շատ ապրանքը չի ծախվի այս փոքր երկրում, այդ կամ գյուղատնտեսական ապրանք չի ծախվի։ Անցյալ տարի հարմար էր, որովհետև ֆուրերը կար, ասես դեղձերը տալիս ենք ֆուրերին, այս մեծ չեն ուզում, որ ящик դրվի իրար վրա։ Այն մեծերը տանում ենք շուկա, արդեն քիչ եմ, ծախվում էր։ Եթե նույնիսկ հաջողվում է վաճառել, գինը այնքան ցածր է, որ նույնիսկ ինքնարժեքը չի ծածկում։ Ամիսներով ջրել, մշակել, աճեցրել են, բայց նույնիսկ ջրի գնով չի վաճառվում։ Մի տոննա թույն եմ առնում։ Ասենք ամեն սրսկելուց մի 50-60 հազար դրամ գնում է թույներին։ Դե մի 5 անգամ պետք է սրսկես իրան, առնվազը, որ գոնե առողջ բերք լինի։ Մեր հանրապետության մեջ ներկապային ամենաանպաշտպան էակը դա գյուղացին է։ Ամենաանպաշտպան, որ ինքը չգիտի ինչի համար է աշխատում, ինչի համար է չարժևում։ Նրանց խոսքով Ռուսաստան հայկական դեղձի ներկրման արգելքը անմիջական ազդեցություն է ունենում տեղական շուկայի վրա։ Այն բերքը, որը նախկինում արտահանվում էր, հիմա մնում է տեղական շուկայում։ Արդյունքում հայկական շուկան գերհագենում է, դեղձի գինն էլ ընկնում։ Իսկ Եվրոպա հասնելու ու այնտեղ վաճառելու համար ոչ հիմք են տեսնում, ոչ հույս ունեն։ Այդ որտից է այդում Եվրոպա, դու գրագետ աղջիկ, Եվրոպա որտից պետք է թա։ Շատ էլ որ ասում են, որտից պետք է թա սա։ Դի самолетով է թա։ Самолетով էլ է թա, եկած ծախսա Եվրոպան կարոտա իր ապրանքի ձեռնանք է գրակ։ Իսպանիան ու Իտալիան գիտես կան դեղց ունեն, իշքան պտուղ ունեն։ Մեր նման քարքարոտ երկիր են, ունեն, հազիվ իրացն են ծախում, Թուրքիան է լցում։ Մեր ստե ամենայն վիշին Եվրոպան չի ընդունի, որ նախարարը կամ ինչ-որ է մեկը խոստացել, ես դրան ես չեմ հավատա, չի ընդունի։ Ռուսաստանը պատրաստ է ընդունելու, բայց իրանք չէ։ Էդի մոռացի, դες բան չկա։ Բա ուր այդ եվրոպական ֆուրերը։ Թողան մի հատ տենանք այդ Եվրոպայի նշանը ֆուրի վրա։ Խնդիրը չլուծելու դեպքում հաջորդ տարի դեղձ չի լինի, պնդում են գյուղացիները։ Այս իրավիճակում դեղձ աճեցնելը անիմաստ է, ստացվում է սեփական գրպանից ներդրում են անում, ամբողջ տարին աշխատում, սակայն պտուղներ չեն քաղում։ Մանուշակ Մելքոնյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։